Microsoft ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող կիբերանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար դասընթացը Ucom-ի աջակցությամբ ամփոփվում է մրցույթով, որին մասնակցում է 61 շրջանավարտ, ովքեր ընդգրկված են 19 թիմերում։ Նրանք մրցում են լուծելով տարբեր բարդության առաջադրանքներ, որոնք ընդգրկում են կիբերանվտանգության հիմնարար թեմաները։ Մրցույթի առաջադրանքները մշակված են իրականությանը մոտ սցենարների հիման վրա։ Այն ծրագրի մասնակիցներին հնարավորություն է տալիս գործնականում կիրառել դասընթացից ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ Ucom-ը կարևորում է այս ծրագիրը, որովհետև ինքը տեսնում է, թե այս երեխեքի աչքի մեջ ինչպիսի փայլ կա։ Եվ այս երեխեքը, այս սերունդը, որ մենք այսօր տեսնում ենք, ինքը ավելի ճկուն է մտածելակերպով, ավելի պատրաստական է, պետք է աշխատենք երեխեքի վրա, որովհետև երեխեքի վրա սկսնակ տարիներին պետք է աշխատանք տարվի ու իրենց սովորացնել, թե ինչ է կիբերանվտանգությունը, ինչն է վտանգը, ինչ է լինել անվտանգ եւ որ աշխատում ենք ինչ-որ մի թվային միջավայրում։ Ծրագրի բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր եւ խրախուսական մրցանակներ։ Ucom-ը որպես մասնավոր ընկերություն միշտ աջակցել է հենց կիբերանվտանգության ոլորտը, շատ ոգևորիչ է դա։ Այսինքն նաեւ կարեւոր է այն, որ իրենք որպես ընկերություն բաց են երիտասարդներ ընդունելու, այսինքն ոչ միայն իրենք որ օգնում են, դա նաև նշանակում է, որ իրենք պատրաստ են այդ մասնագետներին հետագայում իրենց մոտ ընդունելու, այսինքն այդ աշխատանքի ընդունվելու հարցն են ինչ-որ ձևով լուծում։ Ucom-ի աջակցությամբ իրականացված ծրագրին մասնակցել են 14-ից 17 տարեկան դպրոցականները։ Դասընթացի մասնակիցները ծանոթացել են ժամանակակից թվային սպառնալիքներին, սովորել դրանցից պաշտպանվելու հիմնական գործիքներն ու սկզբունքները։ Այս դասընթացից հետո արդեն հասկանում ես, որքան խորություն կա այդ ամեն ինչի մեջ, որքան պիտի տվյալների հետ ավելի ապահով զգույշ վարվես։ Ավելի ամրապնդեցիմ գիտելիքները ու ավելի հմտացա ոլորտի մեջ։ Այս նախաձեռնությունը դարձավ Ucom-ի եւ Microsoft ինովացիոն կենտրոնի համագործակցության հերթական քայլը, նպաստելով Հայաստանում երիտասարդների թվային գրագիտության բարձրացմանն ու տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։